Իմ ընտանիքին պատկանող բիզնեսները շատ լավ գիտեք։ Հայաստանի Հանրապետության երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը 2019 թվականից քրեական հետապնդման է ենթարկվում։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման եւ խոշոր չափերի վատման մեջ, որդիները փողերի լվացման մեջ եւ այսպես շարունակ։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրելով Խաչատրյանների նկատմամբ ներկայացված մեղադրանքները արձանագրեց, որ այս տարի 2026 թվականին դեռևս որևէ դատական նիստ չի կայացել։ Բանն այն է, որ դատարանը թույլատրել է Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր բուժման, բայց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն թույլ չի տալիս նրան լքել երկիրը։ Գագիկ Խաչատրյանը, քանի որ ըստ փորձագետների եզրակացության նաև հաստատված տարիքների վիրահատության եւ պետք է այդ վիրահատությունը կատարվի արտերկրում, հետեւաբար քանի դեռ վիրահատությունը տեղի չի ունեցել, ուղղակի չեն կարող պատկերակով բերել անձին դատարան։ Իսկ թողել են երկրից դուրս գալ։ Դատարանը թույլ է տվել, քննչական մարմինը արգելել է։ Այդ գործընթացի մեջ։ Ինչքան էսպես պետք է շարունակի, քանի տարի է գործով ըստ էության քննություն է ընթանում։ Մի հատ առաջին այցային դատարաններ, հետո բերեցին հակակոռուպցիոն, ինչքան տարի է որ դատարանում է Գագիկ Խաչատրյանը։ Դժվարանան ասել, ֆիքսած է, պետք է նայել Փաստացի այս տարի նիստ տեղի չունեցել, զուտ իր առողջականից ելնելով, հաշվի առնելով, որ չէ կարող պատգամ։ Դատական նիստ տեղի ունենալ, հարցը չի լուծել։ Մեզ համար անհասկանալի զուգադիպությամբ Գագիկ Խաչատրյանի առողջությունը վատթարանում էր նիստից 1 օր առաջ։ Մինչ այդ ամբողջ ընթացքում չի եղել որևէ տվյալ, որ Գագիկ Խաչատրյանը օրինակ ստացիոնար բուժման մեջ է գտնվել։ Գտնվել է իր տանը նիստից առաջ, վատ է զգացել։ Կամ գալիս է դատարան, նիստը բացում են, Գագիկ Խաչատրյանը լավ չի զգում եւ օրինակ գնում է սանհանգույց եւ 20 րոպե հետո պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ։ Այդ պատճառով դատարանը Այսինքն նիստից 12-ը չի կայացել։ Ընդհանրապես մնացել է, կարելի ասել, մի քանի նիստի աշխատանք, որ պետք է դատախազությունը իրականացնի, մեկ անձի հարցաքննություն եւ արդեն ավարտական փուլն է, ճառերն է, մենք դեռևս չենք կարողանում բովանդակային դատաքննության անցնել, դա է պատճառը, որ նման ծայրահեղ քայլի ենք դիմել եւ կարծում ենք, որ գոնե խափանման միջոցի փոփոխությունը այս իրավունքի չարաշահման գործընթացը կկասեցնի եւ գոնե շահագրգռված կլինեն, որպեսզի մենք բովանդակային 2-3 նիստ անենք ու ավարտենք։ Այսինքն դատարանը վիճեցնում է process-ը, ես ճիշտ եմ հասկանում։ Նման ձևակերպում, եթե տանք, դա արդեն ուղիղ հաղորդում կլինի հանցագործության մասին կամ գոնե մեր ասածը ստուգելու հիմք։ Ես բացատրել, ոչ թե մեղադրել։ Չէ, ճիշտ եք ասում իհարկե։ Ես հույս ունեմ, որ այստեղ չկա որոշակի առումով դիտավորություն, ես կարծում եմ, որ դատարանը անհանգստանում է անձի առողջական վիճակի հետ կապված, բայց մենք էլ կարծում ենք, որ առողջական վիճակի հետ կապված անհանգստությունները եւ հանրային շահը, որը տվյալ դեպքում մեղադրանքն է, որը ներկայացվել է, պետք է ողջամիտ բալանսավորվեն եւ առաջարկում ենք պայմանավորվել եւ առաջիկա 3 նիստը որոշել որ օրերին է, որ Գագիկ Խաչատրյանը համեմատաբար լավ կզգա եւ այս նիստերը իրականացնի։ Այսպիսով նիստերը դեռ կշարունակվեն չկայանալ, քանի որ նա միայն բուժումից հետո ի վիճակի կլինի ներկայանալ նիստերին, իսկ բուժումն էլ արտերկրում արգելված է, ուստի ստացվում է, որ այս գործընթացը երկար կշարունակվի, ասել է թե Գագիկ Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը 2019 թվականից դատվում է ու դատվում, բայց դեռ չի կարողանում, արդեն 7 տարի է անցել։